Սահմանային լարվածության հետ կապված Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությամբ հանդես եկել Իսկանդերների մասին եւ ասել, որ ավելի զորեղ հարված են հասցնել, ինչ կասեք այս կապակցությամբ։ Իսկ ինչ կարելի ակնկալել մի դեպքից, որ բացը միշտ հայտարարում են նրա մասին, որ փորձելու է լուծել խնդիրը ռազմական ճանապարհով։ Իհարկե, իրական հանդիսացություն եւ Իսկանդերներով եւ այն ամենը, ինչ որ տեսան սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ այն գործընկերները տեսնում են Հայաստանի զինվորների մենք պետք է մշտապես պատրաստ լինենք հնարավոր զարգացումներին եւ ամեն բան, որ մեր զինվորները իրավիճակի դինեն հետ մղել նման գործերը եւ պաշտպանել լեռնային ղարաբաղյան բնակչության անվտանգությունը։ Ձեր նշանակման հետ կապված տարբեր քննարկումներ եղան, որ դուք զինվորական չեք եղել եւ չունեք ռազմական փորձ, այդ կապակցությամբ ինչ կասեք։ Ես կարծում եմ, որ բոլորը ծանոթ են Հայաստանի Հանրապետության սահմանադրության հետ, երկրորդավարական պրակտիկայի հետ, գիտեմ, որ պաշտպանության նախարարության հիմնական գործառույթը դրա քաղաքացիական վերահսկողությունն է զինված ուժերի նկատմամբ եւ կապն է զինված ուժերի եւ պետության մնացած բոլոր կառույցների հետ, որոնք պետք է մոբիլիզացվեն ռազմական գործողությունների պարագայում եւ կարծում եմ, որ պաշտպանության նախարարության գործառույթը հենց դրա մեջ է, շատ հստակ ամրագրված է եւ սկզբունքորեն պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա եւ ոչ թե զինվորական։ Ինչ փոփոխություններ ակնկալենք պաշտպանության նախարարությունը եւ ընդհանրապես պաշտպանական գերատեսչությունում, հավանաբար տեղյակ եք, շատ է քննադատվել ապրիլյան պատերազմից հետո 80-ականների զենքերով փրվել եւ այլն։ Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին, երբ կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը ազգային ժողովին, դրա մեջ շատ հստակ ամրագրված լինի պաշտպանության ոլորտում այս կառավարության հիմնական նպատակը եւ ուղղությունները, ես դրանց մասին առաջ ունեցել եմ խոսելու, խոսքը վերաբերում է ազգ-բանակ գաղափարախոսությանը, կոնցեպցիային եւ դա բացարձակ չի նշանակում հասարակության զինվորականացում, այլ նշանակում է, որ բոլոր կառույցները, պետության եւ հասարակությունը մշտապես պետք է իրենց ժամանակի մի մասը հատկացնեն երկրի անվտանգության եւ պաշտպանության խնդիրներին իրենց ներդրումը ունենալու։ Մենք այժմ աշխատում ենք այդ գաղափարախոսության գործնական կիրառման ուղղությունների վրա եւ կարծում եմ, որ շատ մոտ ապագայում մենք տեսնենք դրանց կիրառումը քաղաքականության մեջ։ Պարոն Սարգսյան, Սերյան Օհանյանի չվերանշանակվել է կապը քառօրյա պատերազմի հետ, իր թերացումների։ Բացարձակ ես կարծում եմ հանրապետության նախագահն Գերագույն հրամանատարը շատ հստակ պաշտպանության նախարարությունում ներկայացրեց այդ փոփոխության հիմնավորումը եւ այն գաղափարախոսությունը, որ դրված է քաղաքացիական պաշտպանության նախարար նշանակելու հիմքում։ Պարոն Սարգսյան, այն գեներալները, ովքեր տարիներ շարունակ քննադատվել են հանրության կողմից իրենց ունեցվածքի հետ կապված եւ այլն, նաեւ բանակում չարաշահումների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ կան, արդյոք հնարավոր են փոփոխություններ այդ այսպես ասած օդիոս կերպարների հեռացում։ Բանակում չարաշահումների վերացումը ազգ-բանակի կառուցման կարևորագույն բաղադրիչներից մեկն է, հիմքերից մեկն է, որովհետեւ դրա հետ է կապված ուղղակիորեն վստահությունը դեպի զինված ուժերը, վստահությունը դեպի պաշտպանության համակարգը։ Շնորհակալություն։